Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ռեգիոնների Եվրոպական կոմիտեի նախարար Մարկո Մարկուլայի գլխավորած պատվիրակությանը։ Գործադիրի ղեկավարը նշել է, որ տարածքային ինքնակառավարման մարմինների զարգացումը կառավարության առաջնայնությունների թվում է։ Մարկուլան մանրամասներ է ներկայացրել Եվրամիության երկրների համայնքների եւ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից պետությունների թիմերի միջև համագործակցության զարգացման շուրջ տեղի ունեցած քննարկումների ու դրանց արդյունքների վերաբերյալ։ Մարկո Մարկուլան նշել է, որ քննարկվել են համայնքներում տնտեսական աճի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստող գործողությունների մշակմանը, ինչպես նաև ձեռներեցության խթանմանը վերաբերող հարցեր։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կպարզեցնի ԵԱՏՄ անդամ երկրների տարածք անձնական տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներկրումը։ Հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն սեպտեմբերի 19-ից ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ կոլեգիայի անձնական օգտագործման նպատակով տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման որոշ հարցերի մասին որոշումը, որը կպարզեցնի ԵԱՏՄ երկրների տարածք մեքենայով ժամանման կարգը։ Հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի որոշումը չեղարկում է մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցը մինչև 3 ամիս ժամկետով ժամանակավոր ներկրման պարտականությունը։ Ընդունված որոշումը թույլ կտա բացառել մաքսային մարմնին դիմելու պարտավորությունը։ Միաժամանակ ժամանակավոր ներկրման ժամկետը պետք է սահմանվի հաշվի առնելով յուրաքանչյուր հստակ դեպք կախված ԵԱՏՄ տարածքում քաղաքացիների գտնվելու ժամկետից։ ԵԱՏՄ քաղաքացիների համար սահմանված է 6 ամսյա ժամկետ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար 1 տարի։ Դրանից զատ հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ նախատեսվում է, որ տրանսպորտային միջոցը կարելի է առանց մաքսավճարի դուրս բերել նույնիսկ ժամանակավոր ներկրման ժամկետը լրանալու դեպքում։ Կառավարությունը քննարկում եւ ուսումնասիրում է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը կիպրական Liormand Holdings Limited-ին վստահելու հարցը։ Օֆշորային ընկերությունը դեռևս մանուկ է եւ ունի ընդամենը 5 տարվա պատմություն։ Կիպրական ընկերության պատմությունը մի փոքր խուճուճ է, այն իմաստով, որ Հեցի նոր հավանական սեփականատերը ունի 1 այլ սեփականատեր, իսկ այս սեփականատերն էլ իր հերթին ունի 1 այլ սեփականատեր։ Այս շղթայի վերևում կանգնած է Marquardt Trust Limited ընկերությունը, որը նույնպես օֆշորային ընկերություն է եւ ունի մասնաճյուղեր Սինգապուրում, Լոնդոնում, Ցյուրիխում, Մոսկվայում։ Կառավարության երեկվա նիստին էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարներին հանձնարարվել է ստուգել Հեցի պոտենցիալ գնորդի համապատասխանությունը էլեկտրացանցերի մասնավորեցման պահանջներին։ Տվյալ ընկերությունը պետք է ունենա առնվազն $100 միլիոն շրջանառություն նախորդ 4 ֆինանսական տարիներից ցանկացած 3 լրիվ ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի ընթացքում։ Ընկերության սեփական կապիտալը պետք է կազմի առնվազն $100 միլիոն։ Բացի այդ, ընկերությունը պետք է ներկայացնի աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները նախորդ 4 ֆինանսական տարիներից ցանկացած 3 լրիվ ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համար։ Ֆինլանդիայում այսօր 12-ժամյա գործադուլ է տեղի ունեցել։ Աշխատավորները մտադիր են հասնել լրացուցիչ վճարումների պահպանմանը։ Միջոցառմանն աջակցում են Ֆինլանդիայի արհմիությունների կենտրոնական միավորումն ու ավտոմոբիլիստների եւ տրանսպորտի ոլորտի աշխատակիցների արհմիությունը։ Գործադուլի հետևանքով չեն աշխատել հասարակական տրանսպորտը, նավահանգիստներն ու կայարանները։ Գործադուլի հիմնական պատճառը երկրի վարչապետ Յուհա Սիպիլյանի հնչեցրած առաջարկն է, որը ենթադրում է հրաժարվել աշխատակիցներին արձակուրդային վճարումներ կատարելուց կամ աշխատանքային օրը ավելացնել 20 րոպեով։ Վարչապետը որոշել էր դիմել նման քայլի Ֆինլանդիայում ստեղծված ծանր տնտեսական վիճակի պատճառով։